ամերիկյան այդ ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարելու, այնտեղ կարող են ներդրումներ կատարել թուրք եւ ադրբեջանական ընկերությունները։ Այսինքն իրենց միջոցով նրանք մտնեն այս միջանցք, որից հետո ոչ 50 տարի, ոչ 100 տարի, ոչ էլ 5 տարի ինչ որ մի բան կփոխի, հենց որ Թուրքիան, Ադրբեջանը դառնում են այս տարածքի տերը, մենք արդեն այնտեղ գործ չունենք։ Նայեք Կիպրոսին 70 դե այնտեղ ռազմական ձևով են մտել, բայց տնտեսական ձևով էլ սկզբից կմտնեն, հետո եթե մենք ինչ-որ փորձենք ներվային շարժումներ անել, ռազմական ձևով էլ կմտնեն։ Այսինքն նրանք դառնալու են սրա տերը, սա իրենց բանն է լինելու սեփականությունը։ Հիմա էլ արդեն լուրեր են հասնում, ճիշտ ասած անցյալ տարին ինձ զանգ տվեցին, ասացին, որ Մեղրի շրջանում խնդրում են մարդկանց բիզնեսները հեռացնել սահմանից։ Ես փորձեցի դա ստուգել, ասացին այդպեսի բան չկա, պարզվում է կա։ Այսօր նորություններում կարդում եմ արդեն լայնություններ են որոշել մոտ 500 մետր, թե ինչ, չգիտեմ սա ճիշտ է Այսինքն թե հետ ոչ։ են տանում սահմանից։ Դե ասում են, որ այդ գիծը լինելու է մոտ 500 մետր լայնության։ Այն։ Հա։ Այսինքն տեսեք, մենք կտրվում ենք մեր սահմանից, Իրանից մեր սահմանից մենք կտրվում ենք։ Հիմա նրանք պետք է թույլ տան, որ Իրանից ինչ որ բան մեզ հասնի, անցնի այդ սահմանով։ Այսինքն մնաց մենակ Վրաստանը։ Վրաստանը էլ երկու ճանապարհ ունի, մեկի վրա այդտեղ ադրբեջանական բնակչությունն է, այնտեղ շուտով կարող է թուրքական բազաներ հիմնվել եւ մենք դառնում ենք Ղարաբաղ։